Ողջույն սիրելիներս, անցած տեսանյութում մենք փորձարկեցինք միասին տարբեր ազիական սնեկներ, իսկ այս տեսանյութում մենք միասին կփորձարկենք տարբեր հյութեր, սա արդեն փորձարկել ենք, եթե չեք տեսել այն վիդեոն, կարող եք մտնել իմ ալիք և կտեսնեք, գնել եմ 6 հյութ, որոնցից որ միայն սա եմ ես փորձել, ընդհանրապես մնացածը առաջին անգամ պետք է փորձեմ։ Եկեք միասին համ տեսենք։ Կաթ է, չգիտեմ սովորական կաթ է թե ինչ, բայց այսպիսի բանկայով է։ Ինձ թվում է ամենահետաքրքիր սա է, կսկսենք հետ միանգամից սրանից։ Գույնի տեսքը։ Անկեղծ կովի կաթ է, ուղղակի շաքարաբազով։ Ինքը սովորական կովի կաթ է։ Հենց այստեղ է գրած է խմելու կաթ։ Չգիտեմ։ Էй չի առնի։ Սովորական կովի կաթ։ Սա նույնպես կաթ է, բայց ելակի։ Առաջին անգամ պետք է փորձեմ։ Շատերի մոտ եմ տեսել, որ խմում են։ Եկեք փորձենք։ Օ, գազավորված է սա։ Ոյ, գիտեք ինչ, համ կաթի համն է գալիս, համ ելակի համ է գալիս։ Կար սրա բանանովը, բայց ես բանան չեմ սիրում, դրա համար միշտ ինչ հյութ առնում եմ, ես նախընտրում եմ ելակի համով հյութեր։ Շատ անուշ հոտ է գալիս։ Վաու։ Անկեղծ, ես սա նորից կտեսնեմ, նորից կգնեմ շատ համովեր, եթե դուք էլ կուզեք, կարող եք փորձել անկեղծ համովեր, խորհուրդ եմ տալիս։ Սա ուղղակի ելակի համով, ժելեով հյութ է, Հայաստանում էլ կա այս հյութերից, ինքը շատ համով է, ինձ թվում է շատ հետը փորձած կլինեք, սա իմաստ չունի։ Եվ այստեղ մեզ մոտ կան նռան համով, ինձ շատերդ հաստատ տեսած կլինեք սա YouTube-ում կամ փորձած նաև կլինեք, երբ որ Կորեայի սուպերմարկետներից գնում են այսպիսի կոֆեներ, այս կոֆե կամ այս թե, ու բաժակներ են նաև գնում սառույցով, սա այդ հյութն է, ուղղակի ես բաժակը ժամանակ է չկար ու չտեսա բաժակը, մտածի մոտակայքում կլինի, որ չկար, ուրեմն չկար, չեմ գնա բաժակը, դրա համար սովորական բաժակում սա կլցնենք առանց սառույց և կասեմ համով է, թե չէ, այստեղ նռան սոկ, հենց մենակ նռան սոկ ես չեմ հանդիպել, բայց շատ եմ սիրում միայն նռան սոկ, ոնց որ Հայաստանում կա բնական, իհարկե ոչ բնական, բայց բնական հյութերը, նռան հյութը, շատ եմ սիրում։ Եկեք սրանից փորձենք, իսկ թվում է սրանք ավելի հետաքրքիր են, քան սա։ Մի քիչ, այստեղ լցնենք։ Գույնը կարմիր է, շատ բաց։ Անկեղծ բալի համ էր, անկեղծ։ Նռան ոչ մի հոտ չկա, բայց բալի համ է գալիս, սովորական բալ։ Եվ մեզ մոտ մնաց ձմերուկը և մանգուստինը։ Ինձ թվում է մանգուստինը շատ հետաքրքիր համ կլինի, երբեք մանգուստին անգամ չեմ էլ փորձել, դրա համար կխմենք ձմերուկը, ինչ հետաքրքիր է, չէ՞ իրա շշի տեսքը, թափանցիկ, որ տեսնում ես մեջ ինչ է։ Սա էլ է ոնց որ նույնպես գազավորված։ Չէի գնի նորից, քիմիական ձմերուկի համ է գալիս, ինչ արդեն որ հասկանալի է, ու ինքը գազավորված է, բայց շատ թույլ, ու դա էլ ինձ դուր չի գալիս, դա ավելի լավ էր գազավորված չներ, քան թե թույլ լիներ։ Հոտ, անկեղծ հոտ չեմ առնում, հոտ չկա։
Եվ մնաց վերում է վերջին հյութը, մանգուստինը, չգիտեմ սա գազավորված է թե ոչ, ահա, գազավորված չի, ոյ, անկեղծ, գիտեմ երևի որ սառը չի դրա համար այդքան դուրս չի գալիս, բայց շատ նմանացնում է ինձ համը մանգոյի համի, մանգո հյութի համի։ Ես այստեղից, այսքանից կգնեի հաջորդ անգամ մեծ սիրով սա միայն։ Իսկ մնացածը դուրս չեկավ, սա սովորական կաթ է, սա ասեցի շատ համով էր, քիմիական ձմերուկի համ էր գալի, մանգոյի համ էր, մանգոյի հյութերը չեմ սիրում, սա էլ գրած է այստեղ նուր, բայց գրանատ, նուրա գրած, բայց ասում եմ մաքուր բալի սոկի համ է գալիս, բալ, ուրիշ ոչ մի բան։ Եվ մի հատ էլ հետաքրքիր բան եկեք իր միասին փորձենք, բոլոր այս համերը խառնենք իրար եւ տեսնենք ինչ համ կստացվի մեզ մոտ։ Մի քիչ սովորական կաթ, բայց սովորական կաթը կաթի գույն չունի, մի քիչ երևի շաքարավազը որ խառնած է, դրա համար է այս գույն ստացվել։ Սա ելակ եւ կաթ։ Հյութը, ու հենց վարդագույն գույնն էլ ինքը կա։ Ոյ։ Հետո կմաքրեմ։ Ավելացնում ենք ձմերուկի հյութը։ Չգիտեմ, ուսանք պատպան հետս չի կատարվի, ոտև ստեղ կատ կա։ Ճուտ նոյ։ Ավելացնում ենք մանգուստինը։ Եվ ձմերուկ կներեք նռան հյութը։ Օ, տեսեք այստեղ ինչ եղավ, քիմիական ռեակցիա եղավ, առանձնացավ, ինչ-որ երևի ինձ թվում է կաթն է, դոսանք չեմ թունավորվի, և եկեք սա էլ ավելացնենք, ինքը շատ համով է, եթե չեք փորձը, ինքան հավեսն է, որ համ խմում ես, համ էլ ջելեները պետքա ծամես, եկեք մի փոքր է սա ավելացնենք, չգիտեմ, երևում է ձեզ մոտ թե չէ, բայց ուսանք երևում է, տեսեք ոնց առանձնացան իրարից, հաստատ կաթն է ռեակ, դու պետք չի ռիսկի գնաս արքո ջուրը ուղայք, արկյանք, նո, արքո ջուրը, ոյ, շատը առնում եմ կաթի համը, որովհետև տեսեք կաթը փրփրել է ու բարձացել է վերև, չգիտեմ երևում է թե չէ, հետո գալիս է այս հյութի համը, սա էլ է քիմիական համ մենակ գալի այստեղից, բայց հավեսն է, որ ժելեներ կան մեջը, ու մնացածի համը անկեղծ չի զգացում ընդհանրապես, ու բալի համը, ինչ, այսօր այսքանը սիրելիներս, մի մոռացեք դրեք ձեր լայքերը, գրեք մեկնաբանություններ, ինձ շատ հետաքրքիր է, արդյոք ձեզ դուր եկավ այս տեսանյութը և հայտագարում ինչպիսի տեսանյութեր կուզեք տեսնեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, որովհետև դա շատ ինձ օգնում է, շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք և դնում եք ձեր լայքերը, ես կարդում եմ սիրով ձեր մեկնաբանությունները, հանդիպենք հաջորդ տեսանյութերում, ցտեսություն։